Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Հայցադիմում ընդդեմ Փաշինյանի Արցախցի հասարակական քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հնչեցրած զրպարտության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունը պաշտպանելու համար դիմել էր ծայրահեղ միջոցի, հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չի ունեցել։ Բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքելու և ներողություն խնդրելու պահանջով։ Բագրատ Սրբազանի տնային կալանքն էլ երկարաձգվել է ևս 3 ամսով, միաժամանակ դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը, թույլատրելով Բագրատ Սրբազանին մասնակցել մայր տաճարում անցկացվող կիրակնօրյա պատարագներին։ Եթե չեն ենթարկում, դահլիճից դուրս եք հրավիրում բոլորին։ Բագրատ Սրբազան տնային կալանքի տրման վայր նշանակել է այն ինչ որ պաշտպանը նշեց, եթե ցանկանում եք դատարանը հրապարակի, կհրապարակեմ, եթե ոչ, բնականաբար գրավոր տեսքով նշված է կոտայքի մարզը, ասեն ամբողջական չեմ նշում, քանի որ գրավոր նշված է։ Սրբազան պայքարի գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը դատարանը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոցով, վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Դատարանը հաշվի առնելով Օկումուշյանի ընտանիքի սոցիալական դժվարին վիճակը, որոշել է նաև վերադարձնել նրա համար նախկինում վճարված 500,000 դրամ գրավը։ Ընդդիմադիր դաշտը քննարկում է նաև վերջին շրջանում սկսված քրեական վարույթների և հետապնդումների վերաբերյալ հայտարարությունները։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ հունիսի 6-ին լռության օրը հրապարակվել է անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթ Ղազինյանին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը։ Մելոյանի կարծիքով Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանքի կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ։ Մինչև հունիսի 17-ը շուրջ 11 օր Դավիթը եղել է հասանելի, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրա ընթացքը։ Անձամբ ներկայացել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին և նիստից հետո էլ իր նախաձեռնությամբ է ներկայացել հակակոռուպցիոն կոմիտե։ Այս պայմանում Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ և բովանդակություն և որևէ աղերս չունի իրավունքի ու արդարադատության հետ։ Ապրիլի քառօրյա պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է առաջին վճիռներից մեկը։ Խոսքը հայ զինծառայող Հայկ Թորոսյանի գործի մասին է, որին ադրբեջանցի զինվորները ծանր վնասվածքներ էին հասցրել, գերի վերցրել, խոշտանգել և գլխատել։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուս Սահակյանը վճիռը կարևոր նախադեպ է համարում ոչ միայն ապրիլի պատերազմի, այլև հետագա ռազմական հանցագործությունների փաստագրման տեսանկյունից։ Դեպքը տեղի էր ունեցել քառօրյա պատերազմի ընթացքում։ Զինծառայող Հայկ Թորոսյանը մեկ այլ զինծառայողի հետ վիրավորումներ էր ստացել եւ ամբողջովին գտնվել է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։ Սակայն վիրավորված զինծառայողին ռազմագերու կարգավիճակ տալու, վերադարձնելու փոխարեն տանջել էին։ Նրա ներկայությամբ գլխատել էին մյուս զինծառայողին, որն ավելի ծանր վիրավորումներ էր ստացել։ Նաեւ կտրել էին դաստակը եւ գլխատել։ Բնականաբար սա խոշտանգման ծայրագույն դրսևորում է։ Ավելին, հրաժարվում էին վերադարձնել նաև գլուխը, այսինքն ընտանիքը զրկված էր նրա մարմինը պատշաճ հուղարկավորելու հնարավորությունից, ինչը տառապանք պատճառելուց զատ նաև ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունքին է միջամտություն։ Առկա փաստերը գնահատելով դատարանը եզրակացրել է, որ հաղթահարվել է խոշտանգման շեմը նաև ընտանիքի անդամների համար։ Ընտանիքի անդամները ևս ինքնուրույնաբար խոշտանգումների արգելքի հոդվածի զոհեր են։ Այս գործը կարևոր է, քանի որ փաստագրված խախտումները, որոնք տեղի են ունեցել զինված հակամարտ
մարտության շրջանակում բացահայտում են պատերազմական հանցագործություններ, եւ իմ գնահատմամբ սա եւս ապացույց է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է խոսել պատերազմական հանցագործների պատասխանատվության մասին, դրա առաջնային հասցեատերը հենց Ադրբեջանի զինծառայողներն են եւ ղեկավարությունը։ Զուգահեռ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի ունեցել այսպես կոչված վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան երրորդ փառատոն կոնգրեսը, որը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների եւ Արևմտյան Ադրբեջանի համայնքի մասնակցությամբ։ Եվ մինչ այդ հարթակից Հայաստան գալու մասին կոչեր ու քննարկումներ են ընթանում, Ալիևը Բաքվում իրականացվող մեկ այլ ֆորումից կոշտ հայտարարություններ է արել, թե իբր չի մոռանա, թե հայերն ինչ են արել իրենց հետ։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ զավթիչները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ։ Երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին։ Հայերը մզկիթներում խոզեր եւ այլ կենդանիներ էին պահում, եւ Ադրբեջանը դա երբեք չի մոռանա։ Թուրքիան կրկին խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, բայց կրկին պայմաններով։ Այս անգամ պայմանները միայն Հայաստանին չի ներկայացնում, այլ ակնարկներ է ուղղում միջազգային գործընկերներին։ Լսենք փորձագետի մեկնաբանությունը։ Թուրքիան հիմա այս պահին իր դիրքերը այդպես են ցույց տալիս, որ դեռ փորձում է իր խնդիրները լուծի Ադրբեջանի հետ։ Այսինքն իրենց բոլոր խոսակցությունները, որ միջ այդ եղել է, որ այս ճանապարհը պիտի բացվի, ես կարծում եմ իրանք այդ փուլի մեջ են, որ Ադրբեջանի հետ են իրանց հարցերը կարգավորում, որովհետև ամեն դեպքում Հայաստան-Ադրբեջան խաղաղություն կոչվածը նաև ինչ որտեղ կախված է նաև Թուրքիայի կամքից։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին Միացյալ Նահանգների հետ փոխհմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ սկզբունքորեն այլ կարծիք ուներ համաձայնագրի վերաբերյալ, սակայն տվեց իր համաձայնությունը հաշվի առնելով Մասուդ Փեզեշքյանի եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի այլ անդամների հավաստիացումներն Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին։ Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ առաջիկա բանակցությունների անցկացումը չի նշանակելու թշնամու դիրքորոշման եւ Իսլամական Հանրապետությունում սպասելու են պարտավորությունների կատարմանը։ Գրեթե կես դար թշնամական հարաբերություններից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են համաձայնության մասին։ ԱՄՆ նախագահի եւ Իրանի նախագահի ստորագրած հուշագիրն արդեն անվանում են պատմական փաստաթուղթ, որը կարող է փոխել ուժերի դասավորությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև դրա սահմաններից դուրս։ Փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև Հարավային Կովկասի վրա։ Եթե Թեհրանը դուրս գա միջազգային մեկուսացումից եւ ամրապնդի իր տնտեսական ու քաղաքական դիրքերը, ապա կարող է ավելի ակտիվ դերակատարում ունենալ տարածաշրջանային գործընթացներում, այդ թվում Հայաստանի համար կարևոր անվտանգային եւ տրանսպորտային հարցերում։ Եթե այս պայմանավորվածությունը կյանքի կոչվի եւ այն սցենարը, որը պատկերացնում են Միացյալ Նահանգներում զարգանա, այսինքն Իրանի հետ հարաբերությունները տրանսֆորմացվեն այնպես, որպեսզի Իրանը դառնա Միացյալ Նահանգների գործընկերը տարածաշրջանում, ապա այդ պարագայում կարծում եմ լոգիստիկ իմաստով կկորցնի իր ռազմավարական նշանակությունը թռիփը։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի առջև դեռ բազմաթիվ մարտահրավերներ կան ու պայքարը շարունակվում է։ Դա մեզնից պահանջում է պահպանել Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտին։ Մենք այնտեղից չպետք է հեռանանք այնքան ժամանակ, որքան կպահանջեն Իսրայելի անվտանգային կարիքները։ Տվյալ գոտին պահպանելու պատճառն այն է, որ այն բաժանում է Հեզբոլլահ խմբավորման Իսրայելի քաղաքացիներից եւ բնակավայրերից։ Մենք կշարունակենք հետևել գերագույն նպատակին, որն առաջնորդել է մեզ, որն առաջնորդել է ինձ, իմ չափահաս կյանքի մեծ մասի ընթացքում։ Իրանն ատոմային զենք չի ունենա։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա։ Եվ վերջում եղանակի մասին, օդի ջերմաստիճանը հունիսի 19-ից 20 աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։